Վերջին օրերին Երևանում տեղի ունեցած բարձր մակարդակի ռազմական այցը դուրս է գալիս սովորական դիվանագիտական հանդիպումների շրջանակից։ Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի այցը Հայաստան ուղեկցվել է կարևոր եւ խորհրդանշական բաղադրիչով։ Նրան ներկայացվել են Հայաստանի եւ Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները։ Առաջին հայացքից սա կարող է ընկալվել որպես ձևական ցուցադրություն, սակայն խորքային դիտարկման դեպքում պարզ է դառնում, որ խոսքը ռազմաքաղաքական ուղերձի մասին է։ Տարածաշրջանում շարունակվող լարվածության, ուժերի վերադասավորման եւ նոր անվտանգային իրողությունների պայմաններում նման այցերը պատահական չեն։ Հայաստանը գտնվելով բարդ աշխարհաքաղաքական միջավայրում ստիպված է վերանայել իր պաշտպանական քաղաքականությունը, որոնել նոր գործընկերներ եւ դիվերսիֆիկացնել ռազմական համագործակցությունը։ Հնդկաստանի ներկայությունը այս համատեքստում ունի հատուկ նշանակություն, քանի որ այն ոչ միայն խոշոր ռազմական արդյունաբերություն ունեցող պետություն է, այլև տարածաշրջանային եւ գլոբալ հավակնություններ ունեցող դերակատար։ Այցի ընթացքում սպառազինության նմուշների ներկայացումը պետք է դիտարկել որպես վստահության ցուցանիշ։ Սա ցույց է տալիս, որ կողմերը անցել են զուտ քաղաքական հայտարարություններից դեպի կոնկրետ, նյութական համագործակցության մակարդակի։ Սպառազինության ցուցադրումը նաև ուղերձ է այն մասին, որ Հայաստանը պատրաստ է ոչ միայն ձեռք բերել, այլև համեմատել, գնահատել եւ ընտրել տարբեր ռազմական լուծումներ, ելնելով սեփական պաշտպանական կարիքներից։ Հայաստանի անվտանգության միջավայրը վերջին տարիներին էականորեն փոփոխվել է։ Պատերազմից հետո ձևավորված նոր իրողությունները ստիպում են վերանել թե բանակի կառուցվածքը, թե զինանոցը, թե ռազմավարական գործընկերների շրջանակը։ Այս պայմաններում Հնդկաստանի հետ շփումների ակտիվացումը դիտարկվում է որպես փորձ դուրս գալ մեկ ուղղության կախվածությունից եւ ստեղծել բազմավեկտոր պաշտպանական քաղաքականություն։ Հնդկաստանը վերջին տասնամյակներում մեծ ներդրումներ է կատարել սեփական ռազմաարդյունաբերության զարգացման մեջ։ Այն արտադրում է հրթիռային համակարգեր, հրետանի, անօդաչու թռչող սարքեր, հակօդային պաշտպանության միջոցներ եւ այլ զինատեսակներ, որոնք արդեն օգտագործվում են ոչ միայն Հնդկաստանի, այլև մի շարք այլ երկրների զինված ուժերում։ Հայաստանի համար սա նշանակում է հասանելիություն տեխնոլոգիաների եւ լուծումների, որոնք կարող են համապատասխանեցնել երկրի աշխարհաքաղաքական եւ մարտավարական առանձնահատկություններին։ Այս այցը կարևոր է նաեւ այն պատճառով, որ այն տեղի է ունենում միջազգային ուժային կենտրոնների միջև մրցակցության սրման պայմաններում։ Հարավային Կովկասը կրկին հայտնվել է տարբեր պետությունների ուշադրության կենտրոնում, եւ յուրաքանչյուր նման այց դիտարկվում է ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև լայն տարածաշրջանային համատեքստում։ Այցի ընթացքում ներկայացված սպառազինության նմուշները կարևոր են ոչ միայն իրենց տեխնիկական բնութագրերով, այլև քաղաքական ենթատեքստով։ Երբ բարձր մակարդակի ռազմական պաշտոնային ցուցադրվում են տեղական եւ գործընկեր երկրների արտադրության զինատեսակներ, դա նշանակում է, որ կողմերը քննարկում են հնարավոր համագործակցություն ոչ թե տեսական, այլ գործնական մակարդակում։ Հայկական արտադրության սպառազինության ներկայացումը նույնպես ունի իր ուղերձը։ Այն ցույց է տալիս, որ Հայաստանը փորձում է զարգացնել սեփական պաշտպանական արդյունաբերությունը, թեկուզ սահմանափակ հնարավորություններով։ Սա կարևոր ազդակ է թե գործընկերների, թե մրցակիցների համար, քանի որ պաշտպանական ինքնուրույնության ձգտումը միշտ դիտարկվում է որպես երկարաժամկետ ռազմավարական նպատակ։ Միևնույն ժամանակ հնդկական արտադրության զինատեսակների ներկայացումը փաստում է, որ Հայաստանը հետաքրքրված է ոչ միայն պատրաստի լուծումներ ձեռք բերելով, այլև տեխնոլոգիական համագործակցության հնարավորություններով։ Սա կարող է ներառել համատեղ արտադրություն, տեխնիկական սպասարկում, մասնագետների պատրաստում եւ զինտեխնիկական փոխանակում։ Հայաստանի եւ Հնդկաստանի հարաբերությունները չեն սկսվել վերջին տարիներին։ Դրանք ունեն պատմական, քաղաքական եւ մշակութային հիմքեր, որոնք այժմ ստանում են նոր ռազմական բաղադրիչ։ Հնդկաստանը Հարավային Կովկասում հետաքրքրված է այնպիսի գործընկերներով, որոնք կարող են հավասարակշռել այլ տարածաշրջանային ուժերի ազդեցությունը։ Հայաստանի համար Հնդկաստանը հետաքրքիր է նաև այն պատճառով, որ վերջինս չունի ուղղակի հակասություններ Հայաստանի հարևանների հետ նույն ձևով, ինչպես որոշ այլ երկրներ։ Սա հնարավորություն է ստեղծում հարաբերությունները կառուցել ավելի պրագմատիկ եւ կանխատեսելի հիմքերի վրա։ Այս համագործակցությունը նաև տեղավորվում է ավելի լայն միտման մեջ, երբ Հնդկաստանը փորձում է ընդլայնել իր ազդեցությունը Եվրասիայում, դուրս գալով միայն Հարավային Ասիայի շրջանակներից։ Հնդկաստանը իր աշխարհաքաղաքական դիրքով կարող է դառնալ այդ ռազմավարության մի փոքր, բայց կարևոր օղակը։ Այս ամբողջ պատկերը անխուսափելիորեն բերում է հիմնական հարցին՝ ինչ կոնկրետ զինատեսակների մասին է խոսքը եւ ինչ դեր կարող են դրանք խաղալ Հայաստանի պաշտպանական համակարգում։ Սպառազինության ցուցադրությունը ինքնանպատակ չէ, այն հիմք է հետագա քննարկումների, գնահատականների եւ հնարավոր գործիքների համար։ Հենց այստեղից է, որ պետք է անցնել ավելի կոնկրետ քննարկման, հասկանալու, թե ինչ հնարավորություններ են առաջարկում հնդկական զինատեսակները, ինչպես են դրանք համադրվում հայկական բանակի կարիքների հետ եւ ինչ փոփոխություններ կարող են բերել ուժերի հավասարակշռության մեջ տարածաշրջանում։
Հայաստանի համար հատկապես կարևոր են այն զինատեսակները, որոնք կարող են ապահովել զսպման գործոն։ Հերթերային համակարգերը հենց այդ նպատակին են ծառայում, փոխելով ուժերի հաշվարկը ոչ թե թվաքանակով, այլ հնարավոր հարվածի սպառնալիքով։ Հնդկաստանի փորձը այս ոլորտում թույլ է տալիս դիտարկել այն որպես գործընկեր, որը կարող է առաջարկել տեխնոլոգիաներ առանց քաղաքական կոշտ նախապայմանների։ Հնդկական արտադրության հերթերային համակարգերը առանձնանում են իրենց բազմազանությամբ։ Դրանք նախատեսված են թե մարտավարական, թե օպերատիվ մակարդակի խնդիրների համար։ Այս բազմաշերտ մոտեցումը հատկապես կարևոր է Հայաստանի համար, քանի որ երկրի պաշտպանությունը պահանջում է ոչ թե մեկ տեսակի լուծում, այլ փոխլրացնող համակարգերի ամբողջություն։ Մարտավարական հրթիռները կարող են օգտագործվել սահմանային գոտիներում արագ արձագանքման և հակառակորդի շարժը կասեցնելու համար։ Միջին հեռահարության համակարգերը իրենց հերթին ծառայում են որպես կանխարգելիչ միջոց, ազդելով հակառակորդի ռազմաքաղաքական հաշվարկների վրա։ Այստեղ կարևոր է ոչ այնքան դրանց կիրառումը, որքան դրանց գոյությունը։ Հնդկաստանի կողմից նման զինատեսակների ցուցադրումը կարող է դիտարկվել որպես պատրաստակամություն քննարկելու ոչ միայն առկուվաճառք, այլև տեխնիկական համագործակցություն։ Դա կարող է ներառել սպասարկման, վերապատրաստման և նույնիսկ որոշ բաղադրիչների տեղականացման հարցեր։ Բացի հրթիռներից, հնդկական ռազմաարդյունաբերությունը մեծ ուշադրություն է դարձնում հրետանային համակարգերին։ Ժամանակակից հրետանին այլևս չի դիտարկվում որպես հին տեխնոլոգիա, այն դարձել է ճշգրիտ, ավտոմատизված և ինտեգրված ընդհանուր կառավարման համակարգերի մեջ։ Հայաստանի աշխարհաքաղաքական պայմանները, լեռնային ռելիեֆը, սահմանափակ տարածք և շարժման բարդությունները դարձնում են հրետանին առանցքային գործիք։ Հնդկական արտադրության ինքնագնաց և քարշակվող հրետանային համակարգերը նախատեսված են նման պայմաններում արդյունավետ գործելու համար։ Այս համակարգերի առավելությունը այն է, որ դրանք կարող են համադրվել արդեն գոյություն ունեցող զինանոցի առանց ամբողջական վերազինման անհրաժեշտության։ Սա կարևոր է ֆինանսական և տեխնիկական տեսանկյունից, քանի որ թույլ է տալիս աստիճանաբար բարելավել բանակի հնարավորությունները։ Ժամանակակից պատերազմում առանցքային դեր են խաղում անօդաչու թռչող սարքերը։ Հնդկաստանը այս ոլորտում նույնպես զգալի առաջընթաց է գրանցել, զարգացնելով թե հետախուզական, թե հարվածային ԱԹՍ-ները։ Հայաստանի համար ԱԹՍ-ների թեման ունի առանձնահատուկ նշանակություն։ Վերջին հակամարտությունները ցույց են տվել, որ օդային վերահսկողությունն ու հետախուզությունը որոշիչ ազդեցություն ունեն մարտադաշտում։ Հնդկական արտադրության ԱԹՍ-ների ներկայացումը կարող է վկայել, որ քննարկվում են այդ բացը լրացնելու հնարավորությունները։ Կարևոր է նաև այն, որ հնդկական ԱԹՍ-ները հաճախ նախագծվում են բազմաֆունկցիոնալ կիրառման համար՝ հետախուզություն, դիտարկում, թիրախների հայտնաբերում և նույնիսկ հարվածային գործառույթներ։ Սա թույլ է տալիս նույն տեխնոլոգիական հարթակ օգտագործել տարբեր խնդիրների համար։ Այս ընթացքում ներկայացվել են նաև հայկական արտադրության սպառազինության նմուշներ։ Սա առանձնահատուկ կարևոր է, քանի որ ցույց է տալիս Հայաստանի ձգտումը զարգացնել սեփական պաշտպանական արդյունաբերությունը, թեկուզ սահմանափակ ռեսուրսներով։ Հայկական արտադրության զինատեսակները հիմնականում ուղղված են տեղական կարիքների լուծմանը, հաշվի առնելով երկրի աշխարհագրությունն ու մարտավարական խնդիրները։ Դրանց ցուցադրումը հնդկական պատվիրակությանը կարելի է դիտարկել որպես համագործակցության հրավեր, փորձի փոխանակում և հնարավոր համատեղ նախագծերի համար։ Այս քայլը նաև քաղաքական ուղերձ է։ Հայաստանը ցանկանում է ներկայանալ ոչ միայն որպես սպառող, այլ որպես գործընկեր, որը պատրաստ է ներդրում ունենալ ընդհանուր նախագծերում։ Զինատեսակների թեման ինքնին չի կարող դիտարկվել մեկուսացված, այն անմիջապես կապվում է պետությունների ռազմավարական շահերի հետ։ Հնդկաստանի կողմից նման ուշադրությունը Հայաստանին չի կարող լինել զուտ առևտրային։ Այստեղ առկա են ավելի լայն հաշվարկներ, կապված տարածաշրջանային հավասարակշռության, դաշնակցային կապերի և գլոբալ մրցակցության հետ։